Ողջույն բոլորին, առավոտվա ժամը 6-ն է, իմ քունը շատ ուժեղ տոնում է, որովհետև երեքոնց նոր քնել եմ, բայց մենք գնում ենք Վրաստան, իսկ ես ձեր համար նկարում եմ վլոգ։ Ես փորձում էի ճանապարհին ինտերնետ ակտիվացնել ու ստեղ պարզվում է ահավոր բավարոտներ են, իմ սրտը սկսեց խառնել ու հեսա երևի արդեն մի կես ժամից կհասնենք սահման։ Մենք հասանք Վրաստան։ Իրականում տենց վիզուալ ասովափոխություն չի տեղի ունեցել, դրա համար ոնց որ Հայաստանում լինենք տեղ, բայց բարեհաճախ կերպով անցանք սահմանը։ Հիմա սպասում ենք մեր չեքինի ժամին, այսինքն մի 5-10 րոպեից կարանք արդեն տեղավորվենք։ Ու քանի որ մենք ստեղ եկել ենք իրականում ինչ-որ գործնական նպատակով, միանգամից պետք է արագ փոխվենք ու գնանք կենտրոն։ Բավականին հոգնած ենք, բայց նորմալ հասել ենք ու պատրաստ ենք մի քանի օրով բացահայտել Թիֆլիսը։ Մենք այսօրվա մեր թղթաբանական հարցերը վերջացրինք, հիմա եկել ենք մի հատ հաց ուտենք, որովհետև ահավոր հոգնած ենք ու ահավոր սոված ենք ու չենք կարա հասնեինք Թիֆլիս ու խենկալի չուտեինք բնականաբար։ Հեսա ըստ ChatGPT ասած տեղն ենք եկել, ոնց որ մեզ մոտիկ տեղը, հեսա փորձենք տենենք ինչքանով է համով ու արժեր արդյոք մի 10 րոպե քայլել, թե չէ։ Մենք եկել ենք հոթել, ժամը 6-ն է, բայց շատ հոգնած ենք, սենց լրիվ բժժած քնած վիճակը, այնքան որ ալարել եմ անգամ room tour անել, այդ անպայման բայց կանեմ երևի վաղը։ Հիմա որոշել ենք մի քիչ քնենք, ուժ հավաքենք ու եթե կարողանանք երեկոյան դուրս գանք մի քիչ քայլելու։ Այս առաջին օրը, որ այդքան երկար ճանապարհ ենք եկել, մի ձև հասել ենք, հետո այդ թղթաբանությունն ենք արել, բավականին էներգիա է տարել, դրա համար այսօր շատ տենց խառը բաներ չենք անում, բայց մեկը չենք ուզում օրը բաց թողենք, դրա համար երևի ամեն դեպքում դուրս կգանք այսօր ման գալու, ինչ-որ քայլելու, սիրուն տեղել գնալու, տեսնենք։ Մենք հասկացանք, որ չենք կարող քնենք ու որոշեցինք դուրս գանք քայլենք, մի քիչ ման գանք մաքրոթին, հնարավոր է հաց ուտենք ու հետո կգանք նորմալ կքնենք։ Մենք անկեղծ շատ երկար փնտրել ենք, թե որտեղ կարանք հաց ուտենք ու ընդ որում համով հաց ուտենք ու շատ երկար քայլեցինք, մինչև ինչ-որ կաֆե ռեստորան գտանք, որի ընդ որում ռեյտինգը 5 է ու շատ ինչ-որ 400 քանի review կար։ Հիմա պատվիրել ենք, հեսա տենանք, բայց էլի շատ սոված ենք։ Այս իմ սիրած սալատնա, որի ես առավոտից ձգտում եմ ու մենք վերջապես վերցրել ենք այն։ Մենք իմերիթական խաչապուրի վերցրեցինք։ Շատ իդեալական է սարքած։ Շատ համով է։ Քանի որ խաչապուրին շատ գնահատվեց, մենք մնացած մասերը վերցրեցինք մեր հետ։ Մենք հասանք հոթել ու իրոք շատ հոգնած ենք, ես չի մտածում, որ այսօր մենք որ գանք, սենց հոգնած կլինենք, ես մտածում էի, ոնց որ մեկը ցերեկն ենք հասնելու, լիքը բան կհասցնենք անենք, բայց նախ շատ շոկ է, ես լիքը մարդու սթորիներ եմ տեսել, որոնք ասում էին, որ անձրև է գալիս, տեղ շատ ցուրտ է եւ այլն, ես ձեռի հետ ոնց որ
իմ երեկոյան խնամքը կանեմ։ Ու ես ասած տրամադրվել էի ահավոր, որ ցուրտ տա լինելու, դաժե երկարատև շորեր բաներ են բերել, անձրև ա գալիս բան, բայց փաստորեն իրականում այդքան էլ չէ, կարող է այսօր էր մենակ, որտեվ հաջորդ օրերը անձրև ա ցույց տալիս, բայց հիմա այսօր ամեն դեպքում շատ շոկ էր ու դրանից էլ էինք հոգնել, թղթաբանական հարցերից էլ էինք հոգնել, ուշ էինք հացկերել, այդ չէինք քնել եւ այլն ու որոշեցինք ոնց որ ավտոյով չգնանք, որովհետև ավտոյից էլ էինք օգնել, քայլեինք, մետրոյով գնայինք բան, բայց մի հատ հետաքրքիր բան ասեմ ձեզ, ես այսօր հասկացա, որ ես անպայման սրանով մի հատ մաքրում եմ, որովհետև նախ ամբողջ օրը ես քաղաքով քայլել եմ ու հետն էլ արևապաշտպան ա եղել իմ դեմքին, դրա համար մի հատ անպայման ստոպոն յուղով ենք մաքրում։ Ու ես հասկացա, որ կենտրոնի տարածքից դուրս, կենտրոնական փողոցներից դուրս, այստեղ խայտարակություն ա տիրում, որովհետև ահավոր մութ, ոչ մի փողոց լուսավորված չի, ու սենց քար լռություն ա տիրում, օքեյ, մի քիչ ուշ ժամ էր բան, բայց երևի իրոք Երևանի նման է, որովհետև որ վերցնենք քաղաքի կենտրոնական փողոցներից դուրս սենց մութ է ու վստահ եմ անգամ հայերի համար մի տեսակ անդապահով զգացողություն ա լինում մեր մոտ, նույնն էլ էստեղ է ու էստեղ անկեղծ ասած շատ են այլ ազգի մարդիկ երևի քան մեր մոտ ու այդ անապահովության զգացողությունը օրինակ հենց իմ մոտ մի տեսակ ավելի շատ էր, երևի անսովոր է թե ինչ է, ամեն դեպքում դիսկոմֆորտ էր բավականին այդ ոչ կենտրոնական փողոցով քայլելը։ Դեպ այս յուղը գցելուց հետո միանգամից չենք մաքրում, մի հատ թռչում ենք մեր ձեռքերը ու այդպես շարունակում ենք սենց մեր սող շարժումները ինք սենց կաթիկի նման է դառնում, այդպես շատ ավելի լավ է լվացվում, համ այդ յուղի զգացողությունը չի թողնում, համ էլ ինքը ավելի լավ է անում իր գործը։ Գիտեմ, որ ես այդքան էլ լավը չի լույսը, մի տեսակ վախենալու եմ, բայց որոշեցի համ ձեր հետ խոսամ ես օրվա վերջ, համ էլ սովորաբար ես ցույց եմ տալիս իմ առավոտյան խնամքը կամ օրվա ընթացքում ու երեկոյան խնամքի ոչ մի վիդեո չունեմ, որոշեցի թեկուզ այս տարբերակով կիսվեմ ձեր հետ։ Հաջորդ քայլով ես օգտագործում եմ այս նույն Round Lab բրենդի նույն շարքի լվացվելու այս գելը, փրփուրը, սկզբում ձեռքերից ների չեմ սենց տարածում, որ բացում եմ, այսպես մաշկի համար ավելի նուրբ է ստացվում։ Համենք փրփուրում ենք ու արդյունքում պրոդուկտը ավելի քիչ եք օգտագործում, խնայախաբար էլի։ Իդեպ ասեմ, ես համատում եմ անընդհատ Թիֆլիսը Երևանի հետ ու նախ շատ նման է այստեղ ամեն ինչ, երևի այդ նախկին SNG երկրների վայբը կա իհարկե, բայց մարդիկ շատ ավելի կոպիտ են, միմյանց նկատմամբ ուշադիր չեն ու անկեղծ ասած մանավանդ տուրիստների նկատմամբ, ես իհարկե մի օր է ինչ ստեղ եմ, բայց ես զգում եմ, որ տուրիստների նկատմամբ այդ հոգատարությունը, ուշադրությունը, այդ գրկաբաց վիճակները, ինչ որ կա Երևանում ու ընդհանրապես Հայաստանում, այստեղ այդպես չի։ Ինչպես գիտեք, ես իմ դեմքը երբեք արդեն շատ վաղուց չեմ սրբում սրբիչներով, միշտ անպայման անձեռոցիկով, ինչքան էլ հա կարելի է մի անգամ օգտագործել սրբիչը ու մի անգամից լվանալ, եթե այդքան սրբիչ ժամանակ եւ հավես ունեք, շատ լավ տարբերակ է, բայց մի քանի անգամ օգտագործել մի սրբիչը ես չեմ կարել, լիքը տենց ասում են, որ այդ մարքեթինգը էսա էնա, բայց ինձ իրոք օգնում է այդ, դրա համար ես խորհուրդ եմ տալիս, մի հատ գոնե փորձել, եթե սրբիչով եք մաքրում ձեր դեմքը, ամեն դեպքում մի հատ փորձեք, կարող է ձեզ էլ օգնի այս տարբերակը։
ու կապ չունի ես որտեղ եմ, ինչ վիճակում եմ, ես միշտ անպայման անում եմ իմ երեկոյան խնամքը, անպայման այդ անձեռոցիկով, խոնավացնողով, 2 անգամ լվացվելով բանով, ինչ ուզում ա լինի, հիվանդ լինեմ, հոգնած լինեմ, չգիտեմ, ուրիշ երկրում լինեմ, ուրիշ քաղաքում լինեմ, իմ մոտ միշտ կա իմ 2 կոսմետիկա, մեկը խնամքն է, մեկը հենց դեկորատիվ կոսմետիկա, ես առանց դրա ոչ մի տեղ չեմ գնում, որ ասում են ինչու չես գալիս սպոնտան հավաքվենք, մնանք քաղաքից դուրս բան, որովհետև ես չեմ կարող առանց դրա ինչ-որ տեղ գնամ։ Այդ իմ համար շատ կարևոր է, որտեղ ես ունեմ բավականին պրոբլեմատիկ մաշկ ու չեմ ուզում վերադառնամ այն ամեն ինչին, ինչից որ պտտվել եմ։ Հիմա այստեղ քայլի կարմրություն եմ նկատում ու չեմ ուզում վաղը ավելի վատ լինի, կօգտագործեմ այս Skin 1004-ի պատչերից, որպեսզի պատկերացնեք, թե ես ինչքան պատրաստված եմ լինում։ Շորերի հետ կապված բան կարամ ամեն ինչ մոռանամ, թողնեմ տանը, զարդեր, դեկորատիվ կոսմետիկաներ կարամ կիսապրոտ վերցնեմ, բայց հենց խնամքը երբեք։ Անցնենք առաջ ու ես սկսել եմ օգտագործել այս Skin 1004 բրենդի նիացինամիդով շիճուկը իրական իմ մաշկի համար, քանի որ ինքը բավականին զգայուն է, այս 10%-ը այդքան էլ զգայուն մաշկի համար չի, դրա համար ես իրան շատ դանդաղ եմ մտցրել իմ բազա, այսինքն ես իրան ամեն երեկո չեմ օգտագործել, սկզբում օրինակ օգտագործել եմ շաբաթը 1, հետո շաբաթը 2 անգամ, մինչև զգացել եմ, որ իմ օրգանիզմը արդեն օքեյ է վերաբերվում, ու ես իրան միանգամից իմ դեմքին չեմ տարածում, ինչ որ քանակ, այսինքն ձեռքիս մեջ եմ անում, հետո շփում եմ ձեռքիս, տարածում եմ ձեռքիս մեջ, նոր տարածում եմ դեմքիս, որ մի քիչ բացվի պրոդուկտը, որտեղ միանգամից չտարածեմ դեպքից, չնայած անգամ սենց անելով ես զգում եմ, որ ինքս ծակծկում է իմ մաշկը, այդ օքեյ է, բայց տենց չպետք է էլի կարմրի, սկսի մռմռալ, եթե տենց բաներ եք նկատում, միանգամից լվացվեք, մի քիչ ավելի քիչ տոկոսով կամ ավելի նուրբ թութուներ օգտագործեք, օրինակ կարող փորձեք ազելայիկ ասիդը, ոչ թե նիացինամիդը մի քիչ ավելի կոպիտ է, մանավանդ 10% է էլի։ Մի օգտագործեք այն ամեն ինչը, ինչ տեսնում եք ինտերնետում։ Միջով սպասում եմ այս նիացինամիդը ներծծվի, օգտագործում եմ այս Dr. Jart-ի շատ cute շուրթերի, ինքը դիմակ է, ես իրան առավոտն եմ օգտագործում, բայց երեկոյան դե բնականաբար ավելի լավ էֆեկտ է ունենում։ Ես իրան սկսել եմ օգտագործել, իմ շրթունքները երբեք չխորացած, ճաքճքած չեն լինում։ Ու այս ամեն ինչի վրայից ես կսում եմ խոնավացնող գել, ինչի ոչ կրեմ, որովհետև սովորաբար երբ ես գիշերը կրեմ եմ կսում, իմ ծակոտիները խցանվում են ու այդ ամեն ինչը վերջում նրան է, որ ես արթնանում եմ ինչ-որ նոր կարմրություններով, բշտիկներով եւ այլն, չնայած որ իմ մաշկը չոր է, ինքը այդպես է ռեակցիա տալիս, տենց խիտ կրեմերին, դրա համար ես օգտագործում եմ գել, թողնում եմ, ինքը շատ արագ ներծծվում է անվարում, ես գիտեմ, որ Burrito ապրանքանիշներ, քույրիկս է օգտագործում, Burrito ապրանքանիշներ ունի շատ լավ խոնավացնող գել, կարող եք նայել, եթե դուք էլ չեք կարողանում երեկոյան շատ խիտ կրեմեր կսել։ Այսքանը ես հիմա գնում եմ պարկեմ, արդեն ժամը 1-ն է, կշարունակենք առավոտը։ Բարի գիշեր։ Բարի լույս, մենք արդեն արթնացել ենք, լողացել ենք, պատրաստվել ենք, ես հասցրել եմ իմ outfit-ի Get Ready With Me նկարեմ Instagram-ի համար ու որոշեցի դուրս գալուց առաջ մենք ձեր համար room tour նկարեմ։ Այս մեր սենյակն է, մտնում ենք, այստեղ բավականին մեծ սենց հայլի է, շրջվում ենք ու այստեղ բավականին մեծ ու երկար պահարան է, այստեղ ներքևում սառնարանն է ու այստեղ մեր համար ինչ-որ սուրճ էին դրել, ջուր, թեյնիկ կա, այստեղ պետքարանն է, որը իմ համար ամենամեծ պլյուսերից մեկն էր, այստեղ նախ շատ մեծ սենց հայլի է ամբողջությամբ, երեք այստեղ էի ձեր հետ երեկոյան նկարում, ֆենը, որը
սովորությանը համաձայն չանջատվեց ինչ-որ ժամանակ հետո ու իր վրա մաքսի սենց ռեժիմ կար, որը էլի բլյուս, հասցրել եմ արդեն բաղնիքը փորձարկեմ, այս դուշը և այլն բավականին լավն էին ու շատ ուժեղ էր աշխատում, նորմալ տակճուր էր գալիս ու դիզայնն էլ սենց սովորական cute դիզայն է, բաղնիքը իրական 10-ից 10։ Հիմա ցույց տամ մեր փոթորիկ սենյակը, որը իրականում շատ սենց պլյուս էր, այստեղ TV ունենք, որը նորմալ աշխատում էր, այստեղ սեղան աթոռ է բավականին փոփուկ աթոռիկով, սա մեր մահճակալն է, իրենց առանձին տումբչկաներով ու որը շատ բայց պլյուս էր իմ համար, այստեղ 1000 ձևի լույս վառելու հնարավորություն ունենք, թե մահճակալի հետևից, թե այստեղից կարում էինք միջանցքում վառեինք, թե այս զանավեսկաների վերևն էինք կարում վառեինք, այսինքն գլխավոր միանգամից լույսը չէինք վառում, որը պլյուս էր ու դե բնականաբար այստեղ մեր պատուհանից բացվող սենց պանորամնե պատուհաններ են, այստեղից բացվող տեսարանն է, որը էլի շատ պլյուս։ Հիմա դուրս ենք գալիս նախաճաշելու, իրական ես մի քանի բան եմ մոռացել շատ կարևոր հագուստից, ոնց որ երեք ասեցի, հագուստից կարում ամեն ինչ մոռանամ, բայց ոչ skin-care-ից, հենց տենց էլ եղել է, դրա համար ուզում ենք մի հատ մտնենք մոլ, տեսնենք եթե այստեղ հարմար ինչ-որ մի 1-2 հատիկ բան լինի, անգամ կորտկա չեմ վերցրել, որպեսզի պատկերացնեք, իսկ այստեղ այսօր բավականին մռայլ է, մի 1-2 բան առնենք ու արդեն կգնանք մեր թղթաբանական հարցերով, բայց ուզում ենք կենտրոնիչնենք նախաճաշի, որ ինչքան հնարավոր է շատ բացահայտենք հենց կենտրոնական հատվածները, որովհետև մենք եղել ենք ավելի շատ հենց կենտրոնից դուրս, այս սարեր ձորեր, որը իրականում Հայաստանին շատ նման է, բայց մեզ շատ է դուր գալիս այս հատվածը։ Մի քիչ էլ կենտրոնում ման գանք, կենտրոնը բացահայտենք։ Մենք երկար փնտրտուքներից հետո գտանք հենց ունենց կաֆե, որտեղ կարանք համով breakfast անենք։ Ինքը ոնց հասկանում եմ, ինչ որ ռուսական երևի շեֆերը բառոս են, որովհետև շատ նման է մեր մոտի ռուսների կողմից բացած կաֆեներին ու դրա շնորհիվ անկեղծ ասած, թե ինտերիերը, թե ուտելիքը բան շատ սիրուն տեսք ունեն։ Մաման հաստատեց, որ նաև շատ համով է։ Սպասում ենք նաև մեր ուտելիքին։ Կոֆե ենք վերցրել, ամերիկանո ենք վերցրել, որ էլի շատ համով է։ Արտաքին տեսքից կարող եք տեսնել, որ ես մոռացա նկարել մեր նախաճաշերը, բայց իրականում 10-ից 10 շատ համով է, շատ արժեր։ Մենք եկել ենք մոլ, քայլում ենք, ոնց որ սովորական մեր դալմայում լինենք, իհարկե ավելի մեծ է, բայց խանութները բան ամեն ինչ նույնն է։ Հեսա գները կհասկանանք։ Քանի որ գրեթե բոլոր խանութները այստեղ նույնն են մոլում, ինչ որ Հայաստանում, նայելու ու ուսումնասիրելու ինչ որ հետաքրքիր տեղեր չկան։ Մտանք 1-2 հատ խանութ, որը հենց Հայաստանում չկա, ես գնացի այդ կապույտ պլուսկան, բայց տենց ինչ որ նորություն մեզ համար այստեղ մոլում չկա։ Հիմա եկել ենք սուպերմարկետ, տեսնենք ինչ որ հետաքրքիր համովիկներ կարողանում ենք գտնել ու դե մեր համար ինչ որ անհրաժեշտ բաներ գնենք։ Մենք այսօր վերջապես վերջացրենք բոլոր թղթաբանական հարցերը եւ դա նշանակում է, որ մենք ազատ ենք եւ դա նշանակում է, որ մենք եկել ենք հաց ուտելու ու որոշեցինք այս անգամ վրացական խոհանոցից դուրս ինչ-որ բան փորձենք ու այստեղ ինչ-որ կենտրոնում փողոց կա, հյուսիսային պողոտայի նման, ինչ-որ իտալական ոճի կաֆե է ու որոշեցինք այդտեղ պիցա, պաստա եւ այլն փորձենք։
Մի քիչ հետո ուզում ենք գնանք ման գալու, գիտենք, որ այստեղ բավական մեծ ու սիրուն ботанический сад կա։ Ուզում ենք այդտեղ գնանք, չնայած որ ոտերներս շատ ցավում է ու հոգնած ենք, բայց ինչ անենք, ոչ ենք նստելու հյուրանոցում։ Ուզում ենք դուրս գանք, քայլենք, ուսումնասիրենք, ես էլ ցույց տամ։ Մենք այնքան սոված ենք, ես էլի մոռացել եմ before-ը նկարեմ ուտելիքի։ Այս մեր after-ն է։ Նորմալ, չեմ ասի, որ 10-ից 10, բայց համավեր կշտացենք կարևորը, ու պարզվեց, որ ботанический сад-ը մինչև 6-ից կես է աշխատում, այնպես որ այսօր չենք կարա գնանք, հիմա նստած մտածում ենք ինչ կարենք այսօր անենք։ Մենք բարձրացել ենք մոստիկի վրա, հիմա քայլելով գնում ենք դեպի այն պատ, տեսնենք այն մյուս կողմում ինչ կա։ Այստեղ ուղղակի սիրուն այգի է ֆոնտանչիկներով, ուղղակի ման ենք գալիս, մաքուր օդը հաճելի է, շատ լավ ժամ է ու շատ լավ եղանակ է, սենց օդը մի քիչ սառն է, բայց միաժամանակ շատ տաք է, բավականին շատ մարդ կա իրականում, բայց շատ սիրուն սարքած այգի է։ Մենք եկանք տուն, то есть հոթել, հոգնած, զգացինք, որ կրկին սոված ենք, արդեն ժամը 10-ից է, բայց քանի որ շատ հոգնած էինք ու ոտերներս ցավում էր շատ, մենք որոշեցինք մովտոնել պատվիրենք, հաց ուտենք ու արդեն երևի մի քիչ հետո կպարկենք։ Մեր մոտ սենց խառը վիճակներ են։ Նորից այս երեկոյան խնամքի ժամանակ ձեր հետ շփվեմ ու ինչ-որ չափ սենց օր եմ փակում անեմ։ Մենք իրականում լիքը բան չեմ հասցնում նկարեմ կամ օրինակ ինչ-որ պահ է լինում, սենց նկարում եմ, հետո հիշում եմ, որ вообще-то ես վլոգ եմ նկարում ընթացքում, մոռանում եմ ցույց տամ։ Բայց անկեղծ ասած, որ ասեմ ինչ-որ շատ բան կա անելու ստեղ, չէ, երևի կամ էլ կա, մեկ չգիտենք, հասկացա, որ օրինակ եթե ինչ-որ մեկը գար Երևան, ես Երևանում էլ չգիտեմ, ինչ-որ բացի համով հաց ուտելուց, կամ ինչ-որ սենց օպերա, կասկադ, հրապարակ, այդ կենտրոնական տեղերից ման գալուց բացի, ինչ կարելի է անել, որպես հենց երևանյան ինչ-որ ժամանց անցկացնելու համար։ Հա, մեր մոտ օրինակ կարելի է գնալ գինիներ փորձել եւ այլն, բայց Երևանից դուրս կարենք ինչ-որ շատ սիրուն տեղեր գնալ, հենց Հայաստանով, վստահ եմ, հենց Վրաստանով էլ այդպես շատ սիրուն տեղեր կան, բայց հենց կենտրոնում ինչ-որ ուր կարելի է գնալ, մենք ուզում էինք գնայինք շատ ինչ-որ չորտովի գալիս սոբա, բայց ես նկարները նայեցի ու անկեղծ ասած ես դուր չեկա, որովհետև շատ հին տեսք ուներ, անկեղծ ոտքերս չեմ զգում, այս կոշիկներս ինչքան էլ հարմար են, այդքան քայլելու արդյունքում շատ հոգնում են, ինձ թվում է ինչ կոշիկով է լինեի, եթե հատուկ ինչ-որ վազելու կամ բան կոշիկ չլիներ, չնայած որ մեկը հենց քայլելուց եմ հոգնում ու հիմա արդեն 12-ից կեսա մենք մակդոնալդս կերանք, լիքը ինչ-որ պատմություններ հիշեցինք, ծիծաղացինք, բանվան,
բայց արդեն շոտ քունը ստանում եմ։ Հեսա արագ խնամքս անում եմ ու միանգամից անջատվեմ։ Այսօր ասում եմ հեսա մարդիկ նայեն իմ վլոգը կմտածեն մենք բացի հաց ուտելուց այստեղ ոչ մի բան այդ թղթերի գործերից բացի ոչ մի բանով չենք զբաղվում, բայց իրական մենք ահավոր շատ քայլում ենք օրվա մեջ։ Ինչքան էլ ավտոյով ենք, քանի որ այստեղ հիմնականում չի կարելի ինչ-որ փողոցում կանգնացնել մեքենան առանց ինչ-որ հատուկ պետք է իրավունք ունենաս որպես քաղաքացի, եթե չեմ սխալվում, թե ինչ-որ ամսեկա վճարես բան, մենք կանգնացնում ենք ինչ-որ վճարավի պարքինգներում մեքենան կենտրոնի մոտ ու այն մնացած ամբողջ օրը մենք քայլում ենք ու այստեղ ասես դիքա անդադ վերև ներքև ենք անում։ Նաև ասեմ, որ այստեղ բավականին կանաչ է, հենց կենտրոնում եւ այլն շատ ծառեր կան ու շատ մեծ, շատ բարձր ու դրա հաշվին ոնց որ բավականին հաճելի է քայլելը։ Չեմ ասի, որ քաղաքը շատ մաքուր է, մանավանդ կենտրոնից դուրս։ Չգիտեմ նորից կգամ Թիֆլիս թե չէ, դեռ մենք վաղ ամբողջ օրն ենք այստեղ ու հաջորդ օրը արդեն ճանապարհ ենք գալու, ոնց որ ցերեկներ երևի այստեղ կլինենք ու միանգամից ոնց որ ճանապարհ կգանք։ Եթե գամ, երևի կգամ արդեն ինչ-որ ուզեի երևի ինչ-որ Բաթումի կամ բան գնայի, հենց full պլաժում հանգստանալու, բայց որ ասեմ հենց Թիֆլիս կգայի երևի ինչ-որ կոնկրետ խորհուրդներով, կոնկրետ տեղերով, կոնկրետ ինչ-որ տեղեր գնալու, բայց երևի full մենակ Թիֆլիս էլ չէի գա։ Կարող եմ մենք ինչ-որ նորմալ տեղեր չենք գնում, բայց երբ ես սաղ ընթացքում ChatGPT-ի հետ եմ քննարկում, թե ուր կարելի է գնալ, թե ինչ կարելի է անել, ինքն էլ ոչ մի ինչ-որ տենց հետաքրքիր տեղեր չի առաջարկում, ինչ-որ տեղեր հենց գալու հենց որովհետև Թիֆլիսում ենք։ Եթե գիտեք ինչ-որ տես հավես բաներ, որ մենք բաց ենք թողում, անպայման գրեք մեկնաբանություններում, ու եթե ինչ-որ տես քանակ հավաքվի, ինչ-որ բաներ անելու հետաքրքիր եւ այլն, անպայման էլի հետ կգանք, բայց մեկը ինձ դուր է գալիս ինչ-որ տես տեղ փոխելը, նոր տեղեր, ինչ-որ մարդիկ, նոր եւ այլն, այնպես որ էլի հետաքրքիր է, բայց սյոժը ես պլաժնի հանգստի մարդ եմ, կամ էլ ինչ-որ հստակ պլանով պետք է շարժվեմ, հստակ մուզեյներ գնամ, իմանամ ինչ եմ անելու, որովհետեւ ոնց որ ես ինձ արթնանում եմ առավոտը, ուզում եմ հստակ ունենամ իմ օրվա պլանը, ինձ շատ դժվար է էլի տեղում մտածել լավ ուր գնամ, արեք ChatGPT-ին հարցնել ուր հաց ուտել, ուր քայլել, ոնց եւ այլն։ Բայց դա որ ասեմ վատ անցնում, չէ, գոնե ոնց որ առօրյա եմ փոխում ու հետաքրքիր է ու նորություն է ու հանգստանում եմ վերջը։ Այսքանը ես գնամ քնելու, կհանդիպենք առավոտյան։ Բարի լույս, այսօր արդեն երրորդ օրն է, ինչ մենք Թիֆլիսում ենք։ Այսօրվա օրը քիչ թե շատ պլանավորած է, որպեսզի ավելի հետաքրքիր անցնի։ Հիմա գնում ենք Նախաճաշի, հետաքրքիր տեղ եմ գտել Նախաճաշի ու ընդհանրապես իրենց հետաքրքիր սեթեր ունեն մենյուի մեջ աջարական խաչապուրիով, որ մի քանի տարբերակ միանգամից փորձենք։ Հիմա ասենց Սիրուն այգու մոտով քայլում ենք ու գնում ենք Նախաճաշի։ Գալիս ենք ավտոյով, կենտրոնում ինչ-որ վճարովի պարքինգում կանգնում ենք ու արդեն ինչ-որ կոնկրետ տեղեր քայլելը 5-10 րոպե է այդ կենտրոնական հատվածից։ Դա համար հիմնականում տեղեր գնում ենք քայլելով։ Եղանակը բավականին լավն է, որովհետև տաք է, անգամ շոկ է ես կասեի, բայց անպամած է, դրա շնորհիվ ոնց որ արևը չի վառում։ Շատ ուժեղ անձրև սկսվեց, լավ էր մենք կաֆեում էինք, սենց միանգամից սելավ սկսվեց ուժեղ։ Հիմա սպասեցինք միջի կտրվեց ու դուրս եկանք էլի քայլելու։ Հիմա գնում ենք այդ թղթերով գործ անենք ու հետո ուզում ենք գնանք ինչ-որ մարկետ, հենց ինչ-որ վրացական ուտելիքներով, տենց ինչ-որ հետաքրքիր վրացական բազարի նման մի տեղ։
Ու գիտենք, որ այնտեղ նաև կա բան, գազանանոց։ Ուզում ենք գազանանոց էլ գնանք, սա հասկանանք, ուսանք եղանակը ամեն ինչ չի փչացնի, որովհետև երևի 10 րոպեն մեկ պլանները փոխվում են ու հետաքրքիր է նա, որ այստեղ շատ ծառեր կան ու դրա համար որ անձրև ա եկել, հիմա ծառերի տակով քայլելուց ոնց որ դեռ շարունակի անձրև գալ։ Մենք վերջացրինք այսօրվա մեր կարևոր գործերը ու եկել ենք կենդանաբանական այգի։ Իրականում նախորոք չենք նայել ինչ տենց հետաքրքիր կենդանիներ կան, հուսանք 3 հատ թռչուն չի լինելու, այլ ինչ որ հետաքրքիր կենդանիների կարողանանք մոտիկից տեսնել։ Ես էլ ընթացքում կնկարեմ։ Դեռ կեսնենք քայլել այս կենդանաբանական այգու ու սենց մի բան կասեմ։ Ես սիրում եմ շատ կենդանաբանական այգի գնալ կենդանիներին կերակրելու նպատակով, շատ ծանր եմ տանում, երբ տեսնում եմ շատ փոքր վանդակներ, շատ վատ պայմաններ, բայց երևի մի տարի առաջ ես գնացել եմ մեր Երևանի կենդանաբանական այգին ու անկեղծ անհամեմատելի լավն են պայմանները, ինչ Այստեղ ուղղակի ոնց որ ծառ չկա, ջուր չկա, օրինակ այստեղ նասարոգ կա, չգիտեմ երևում է, շատ սենց տափաստանոտ տեղ է, առանց ջուր, առանց ծառ ու հաճույք չես ստանում դու այս քայլելուց, որովհետև իմ գլխում անդադ այդ միտքն է, թե ոնց են այստեղ կենդանիները տանջվում ու անդադ մտածում եմ, ես մտածում էի, թե Երևանինն է վատը, բայց ես հիմա հասկանում եմ, որ մեր մոտ շատ լավացրել են պայմանները կենդանիների համար։ Մենք վերջացրինք կենդանաբանական այգին, հետո եկանք կոչվում է ինչ-որ բազարի մարկետ, սենց ինչ-որ տարբեր ուտելու տեղեր են, բայց մենք ավելի շատ ինչ-որ մարկետ էինք ուզում, հիմա փորձում ենք հասկանանք այս ճիշտ ենք եկել, թե չէ, ինչ-որ վրացական հետաքրքիր բաներ առնելու ու փորձելու նպատակով։ Իջանք այստեղ Carrefour մարկետ կա, ինչ որ համովիկներ հենց վրացական փնտրելու նպատակով։ Այնքան խառը բան եղավ այս ընթացքում, ուղղակի իմ հեռախոսը անջատվել էր, որովհետև ես օրվա ընթացքում համ քարտեզն եմ նայում, համ ուր գնանք, համ ինչ անենք, ու իմ հեռախոսը ընդհանրապես չի դիմանում, որ ես տենց խառը կադրեր անեմ։ Հիմա մենք գնացել ենք, սենց ոկ ենք վերցրել մեր հետ ու եկել ենք, ստեղ բավականին սիրուն մեծ այգի է, ինչ որ տապչաններ, բաներ կան, ուզում ենք սենց մինի պիկնիկի նման բան անենք, նստենք, բանը, հենց տենց, պրոսը խոտերի մեջ չենք կարա, որովհետև այսօր անձրև է եկել, ու հիմա ուզում ենք հասկանանք, որտեղ կարանք նստենք, ուտենք, ու նայեցինք, որ այստեղ նիտեղ դանքին կա, ու կարանք ինչ-որ լիմոնադ սոկ առնենք, հեսա հասկանանք։
Մեզ մոտ արդեն ժամը 10-ն է, մենք որոշել ենք քայլենք ու մեզ այստեղ սենց մինի էքսկուրսիա են անում հին Թիֆլիսում։ Հին Թիֆլիսն է, այստեղ քայլում ենք, տներ են, մարդիկ են այստեղ փաստորեն ապրում։ Ասած ոնց որ փոքրիկ քաղաք լինի ինքը ու այնտեղ եկեղեցի կա, գնում ենք այդ եկեղեցու մոտ։ Մենք արդեն գնում ենք հոթել, մտել էինք սենց մեծ գիպերմարկետ, որտեղ ամեն ինչ կա, բայց շոտ հոգնած ենք, ես արդեն վարկյանը 1 հորանջում եմ ու ուզում եմ գնամ հոթել, հեսա արդեն պատրաստվում ենք, մենք մեր հոթելից երևի 30 րոպե ճանապարհի վրա ենք, այնպես որ հələ մոտավորապես 30 րոպե գնալու ենք, բայց գնանք արդեն պարկենք, որովհետև վաղը արդեն հետ ենք վերադառնում Հայաստան։ Իմ ներկայիս լոկացիայից արդեն կարեք հասկանենք, որ մենք հոթելում ենք ու ես արդեն լվոսվում եմ, որ պարկեմ, որովհետև շոտ հոգնած եմ, вообще այս քաղաքային թրիփերը տենց են, որ շոտ ենք հոգնում, որովհետև շոտ ենք քայլում, ինչքան հնարավոր է շատ բան ենք ուզում տեսնենք, մանավանդ որ չպլանավորած գնացինք այդ Old Tbilisi-ին ուսումնասիրելու, նայելու ու քայլեցինք ու բացի քայլելուց մոտավորապես 40 րոպե այն կողմ ենք քշել, 40 րոպե այս կողմ, ճանապարհին էլ մտանք այդ հիպերմարկետը։ Վաղը արդեն չեքաութ ենք լինելու առավոտյան ու ուզում ենք գնանք Նախաճաշի, դրանից հետո երևի կգնանք ինչ-որ սուպերմարկետ կամ էլի հիպերմարկետ բան, ինչ-որ բաներ առնելու, այդ սուջուխ, թթու լավաշ եւ այլն, տենց ինչ-որ բաներ ու արդեն ճանապարհ կընկնենք դեպի Հայաստան, մոտավորապես երևի 5 ժամում կհասնենք, բայց նաև ուզում եմ նշել, որ ինձ թվում է, որ այստեղ օդը ավելի մաքուր է, քան Երևանում, որովհետև այս մի քանի օր է ես ընդհանրապես չեմ շպարվել ու вообще կարիքը չեմ զգացել, այսինքն այնպես չի, որ ուզեցել եմ ու չեմ արել, չէ, ես ընդհանրապես իմ մաշկի համար շատ կոմֆորտ էր այս առանց մեյքափ վիճակը, ես սկսում էի արևապաշտպան, անում էի խնամքը ու դուրս էի գալիս, մաքսիմում որ ես անում էի, այդ ունքերս էի հարդարում ու կարող է ինչ-որ բլեսկ կսեի, այդ էլ ոչ միշտ բալզամը կսում էի, ես դիմակը, Dr. Jart-ի ու վերջ։ Այդպես դուրս էի գալիս ու ինձ շատ կոմֆորտ էր, ես իրականում չգիտեմ իրոք ավելի մաքուր է, քան Հայաստանում, քան Երևանում, ավելի ճիշտ, բայց իմ մոտ այդպես տպավորություն էր, որ երբ ես Երևանում առանց մեյքափ դուրս եմ գալիս տնից, ես գալիս եմ տուն ու իմ դեմքի այդ ծակոտիները սա խցանված են լինում ու ես ստիպված եմ ինչ-որ չափ մեյքափով ամենուր դուրս գալիս, բայց այստեղ ընդհանրապես այդ բանը չի զգում ու ինձ շատ կոմֆորտ էր առանց մեյքափ։ Ստենցի ես այսօր իմացա, որ իրականում այստեղ այդ կենդանաբանական այգու հետ կապված պարզվում է ինչ-որ ժամանակ առաջ այստեղ դեմքը պատահել ու ինչ-որ գետի այդ ջրերը դուրս են եկել ափերից, այդ կենդանաբանական այգի ա լցվել, այնտեղ սաղ քանդվել ա, կենդանիներն են հայտնվել ջրի մեջ, խեղդվել են, սաղ այդ ծառեր, բան հավասարացրել ա գետնին ու շատ կենդանիները տեղափոխել են, եթե ճիշտ եմ հիշում, Կոբուլեթի կենդանաբանական այգի ու այնտեղ նոր վերսկսել են նորից սարքել, փաստորեն էդ էլ երևի պատճառ դառավ, որ մեր սպասելիքները չարդարացվեցին իրենց կենդանաբանական այգու հետ կապված, որովհետև մենք լսել էինք, որ իրենք բավականին լավ կենդանաբանական այգի ունեն, դրա համար էինք որոշել գնայինք, բայց այս պահին ամեն դեպքում այդպես չի։ Վերջ, ես իմ խնամքը արեցի, աչքերս փակվում են, պետք է փորձեմ վաղը ինչքան հնարավոր է շուտ արթնանամ, որ հասցնեմ լողանամ ու հավաքվեմ, որ չեքաութ լինենք, ինչքան հնարավոր է շուտ գնանք Նախաճաշի, այնպես որ ես գնացի պարկեմ։ Վերջ, այսօր արդեն գնում ենք տուն, դրա համար սենց իրերով ենք, կիսաքնած, հիմա տեղավորվում ենք ու գնանք Նախաճաշի։ Մենք հասանք կաֆե,
Հեսա նախաճաշ ենք անում ու գնանք երևի արդեն խանութ, տեսնենք ինչ ենք գնում, որ արդեն ճանապարհ ընկնենք, որ շատ ուշ չհասնենք Երևան, շատ մթին։ Այս էլ մեր նախաճաշը գուակամոլեով ու ձվով տոստա։ Մենք սահմանը բարեհաջող անցանք օգնոցի տեղերը։ Հիմա այստեղ կանգնել ենք ճանապարհին, մի հատ թեթև մի բան ուտենք, մի քիչ հանգստանանք ու շարունակենք։ Բայց այն, որ արդեն Հայաստանում ենք, սենց բավականին հաճելի ու հանգստացնող միտք է։ Մենք հասանք տուն, հոգնած, տանջված, բավականին արագ հասանք, գիտե, հաշվի առնելով, որ կանգնել ենք ճանապարհին, խանութ ենք մտել, այդ սահմանը անցնելուց ենք կանգնել։ Դեպ այստեղ արդեն նայում ենք ինչեր ենք մեր հետ բերել, այստեղ սենց վրացական գինիներ ունենք, պանիրներ, այս մաման ա առել, որոնք սենց այս վիճակում են հայտնվել, թեյ է, շոկոլադներ, ու մեկ էլ դե բնականաբար սենց համեմունքներ Վրաստանից ու իհարկե մենք հասել ենք Հայաստան ու գաթա ենք առել մամայի պատվերով ու սուջուխ։ Այս են ամենն է, սենց լիքը խառը առել ենք պանիրներ, բաներ, որ Վրաստանից, քանի որ ավտոև ենք, ավտոև լինելու հնարավորությունների տնեցիք մեզ հայկական խորովածով էին դիմավորում, խոսքս կիսատ մնաց, ասում էի, որ մեքենայով լինելու, մեքենայով ճանապարհորդելու պլյուսերից մեկը, որ ինչքան ինչ ուզում ես, ինչ քանակի ուզում ես, բերում ես։ Այսպիսի բաներ, մերսի շատ, որ վիդեոն նայեցիք մինչև վերջ, չմոռանաք հետևել իմ ալիքին, իմ ինստագրամին, որովհետև այնտեղ ես ավելի ակտիվ եմ, իսկ այստեղ պատրաստվում եմ էլ ավելի շատ վլոգեր նկարել, գցել, էլ ավելի շատ օգտակար վիդեոներով կիսվել։